Միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքում եւ այն թվային գործիքների արկայության պայմանավորված, որն այսօր գոյություն ունի, նախաձեռնել ենք մի օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որով առաջարկում ենք էլեկտրոնային եղանակով գործարքների կնքում, եթե խոսքը վերաբերում է խառը պայմանագրերին, այսինքն կա հիփոթեքի եւ անշարժ գույքի ձեռքբերման կամ օրինակ գնման իրավունքի ձեռքբերման պայմանագիր, ընդ որում երբ կողմերից մեկը հանդիսանում է բանկը կամ վարկային կազմակերպությունը։ Այս նախագծով հնարավորություն ենք ընձեռում դրանք կնքելու առանց նոտարական կարգով վավերացման։ Ընթացակարգը, որը ներկայացված է նախագծում, հետևյալն է, քաղաքացին, այսինքն գույքը ձեռք բերողը, կազմակերպությունը, վարկային կազմակերպությունը կամ բանկը, որը ֆինանսավորում է գործարքը, եւ կառուցապատողը կամ այն անձը, որը օտարում է անշարժ գույքը, կնքում են էլեկտրոնային հարթակում խառը պայմանագիր, որի օրինակելի ձևը կսահմանվի կառավարության որոշմամբ, եւ այդ պայմանագրի դեպքում նոտարական կարգով պարտադիր վավերացում չի պահանջվելու։ Ընդ որում այս պայմանագրերի կնքման արդյունքում արդեն պետական գրանցման դիմումները ներկայացվելու են համապատասխանաբար բանկերի կամ վարկային կազմակերպությունների կողմից, որոնք կադաստրի կոմիտեի էլեկտրոնային համակարգում լինելու են հաշվառված եւ հաշվառման կարգը նույնպես կսահմանվի կառավարության որոշմամբ։ Ինչ ուսումնասիրությունների արդյունքում ենք եկել այն եզրահանգման, որ այս պայմանագրերի պարագայում հնարավոր է ունենալ ոչ նոտարական կարգով վավերացված պայմանագրեր, հաշվի առնելով բանկերի եւ վարկային կազմակերպությունների ներգրավվածությունը այս գործարքներում եւ այն ուսումնասիրությունների խոր ուսումնասիրությունների շրջանակը, որոնք որ իրականացնում են բանկերը կամ վարկային կազմակերպությունները ըստ էության քաղաքացիներին կամ իրավաբանական անձանց վարկ տրամադրելիս եւ նաեւ մի շարք երկրներում տեսել ենք, որ իրականում կա նման մեխանիզմ, գործում է եւ քաղաքացիները պատկերացրեք չլինելով Հայաստանի Հանրապետությունում, լինելով աշխարհի ցանկացած վայրում, հնարավորություն ունենալու այս նախագիծը կյանքի կոչելու արդյունքում հնարավորություն են ունենալու կնքելու գործարքները ցանկացած վայրից եւ ստանալու արդեն իրենց գրանցման վկայականները, կլինի դա գնման իրավունքի վերաբերյալ վկայական, թե սեփականության իրավունքի վերաբերյալ։ Խնդրում եմ տալ դրական դիրքորոշում, քվեարկել դրական, շնորհակալ եմ։ Հարցերի համար հերթագրում։ Համեցեք, պարոն Անտոնյան։ Շնորհակալություն։ Տիկին Ղազարյան, զուտ մեզ հետևող քաղաքացիների համար, որ ավելի պարզ լինի, այդ մասը խնդրում եմ հստակեցրեք, որ այս հնարավորությունը չի նշանակում, որ իմպերատիվ մենակ առանց նոտարի լինելու, այսինքն այն քաղաքացիները, որոնք ցանկանան ամեն դեպքում, որպեսզի գործարքը նոտարի միջոցով կատարվի, իրենք այդ հնարավորությունը կշարունակեն ունենալ, չէ՞։ Այո, շնորհակալ եմ։ Ճիշտ դիտարկում էր պարոն Թունյան, այո, խոսքը իմպերատիվ կարգավորման մասին չէ, այսինքն բոլոր այն դեպքերում, երբ քաղաքացին կցանկանա իր գործարքը կնքել նոտարական վավերացմամբ, ապա վերջինս այս նախագծի արդյունքում չի զրկվում այդ հնարավորությունից։ Ուղղակի ունենում է ընտրության հնարավորություն կնքելու կամ կառավարության սահմանած ձևով պայմանագիրը առանց նոտարական վավերացման կամ գնալ նոտար եւ ունենալ նոտարական վավերացմամբ պայմանագիր։